չանեն են քաղաքացիները, ովքեր հաշվառված են համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են մեկ այլ համայնքում, ու դիմեն, ինչպես իրենց հացակարգը, ինչ ժամկետներ կա, արդյոք արտերկրում ապրող քաղաքացիները կարող են էլեկտրոնային եղանակով քվեարկել, ինչպես է հացակարգավորվում, ովքեր ունեն էլեկտրոնային քվեարկելու համակարգից օգտվելու հնարավորություն։ Տեսեք, հարգելի ընտրողներ, ովքեր որ իրենց հաշվառման հասցեին չեն բնակվում։ Դուք կարող եք դիմել հանձնագրային բաժին, այսպես կոչված, այսինքն միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հանձնագրային բաժիններ։ Եվ դուրս գալով ձեր հաշվառման վայրի ցուցակից ընդգրկվել ձեր տվյալ պայի բնակության վայրի ցուցակը։ Սա չի կարող անել կենտրոնական հանձնաժողովը։ Մենք սրայի հասկացած այս թեման չի բաց, որովհետև մենք բազմաթիվ վերջշրջան դիմումներ ենք ստանում, որոնք որ քաղաքացի մեզ է դիմում։ Պիտի դիմեն հանձնագրային բաժին, ավելին, հետին քիչ առաջ ասած, դա կարող են էլեկտրոնային ստորագրություն ունեցողները, դա կարող են անել իր request համակարգով, առանց հանձնագրային բաժին գնալու։ Ամբողջ տեղեկատվությունը միգրացիա եւ քաղաքացիական ծառայության էջում դրված է։ Եվ ընդհանրապես պետք է, չգիտեմ, 5-10 րոպե ծախսել էլեկտրոնային ստորագրություն ունեցող քաղաքացին 5-10 րոպե պետք է ծախսել, որպեսզի այդ էլեկտրոնային դիմումը ներկայացնի։ Եթե չունեն էլեկտրոնային ստորագրություն, ապա պիտի մոտենան հանձնագրային բաժին, այնտեղ էլ միանգամից շատ արագ ձևաթղթերը կան, արագ լրացնելու են եւ խնդիրը լուծվելու է։ Այս նույն գործողությունը կարող են անել նաեւ արտերկրում գտնվող մեր այն քաղաքացիները, ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն, այսինքն e-request համակարգից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիները, ապա Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները։ Եթե օրինակ իրենք այդ օրը քվեարկության օրը, ասենք, պատրաստում են գալ եւ քվեարկել, բայց իրենց բնակության օրինակ որ գտնվելու են, ասենք, դա գտնվում է այլ համայնքում։ Իրենք կարող են հանգիստ e-request համակարգով դիմել, որպեսզի իրենց հաշվառման վայրից իրենց անունը հանվի եւ ընդգրկվի այն ցուցակում, որտեղ որ իրանք լինելու են քվեարկության օրը։ Կխնդրի ավելացնել մեր մատչելի ընտրողների հավանաբար երևի 1-2 օրից արդեն այդ գործիքը ամբողջությամբ կիրառ գործիքը դրվի, ամեն դեպքում նկատում եմ նկարները, որ նույնիսկ նկարներով տեսանելի լինի, ըստ էության Հայաստանի Հանրապետության 1996 բոլոր տեղամասերը գնահատվել են նաև մատչելիության տեսանկյունից եւ բոլոր այն տեղամասերը, որոնք որ մատչելի են, իրենք առանձնացված են եւ մեր կայքի միջոցով շարժողական խնդիրներ ունեցող մեր ընտրողները կարող են տեսնել իրենց տեղամասը մատչելի է թե ոչ, ու եթե իրենց տեղամասը մատչելի չի, որտեղ որ իրենք հաշվառված են, իրենք պիտի գնան ընտրեն, ապա իրենք կարող են իրենց անունը տեղափոխել այն իրենց մոտակա մատչելի տեղամասը, որտեղ որ կցանկանային քվեարկել։ Այս դեպքում կրկին երկու տարբերակ ունեն իրենք, կամ ստացվում են նույնիսկ 3, կամ մոտենալ անձնագրային, կամ e-request-ով դիմումը ներկայացնել, կամ առանց e-request-ի, բայց արդեն գցելով համապատասխան փաստաթղթի, այսինքն հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը, այսինքն ամբողջ տվյալները համ մեր կայքում է առկա, համ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կարգում է ապա թե ինչպես կարող է սա անել։ Ուղղակի ընդհանրապես պետք է այցելել կայքեջը եւ այնտեղ շատ հեշտ
Տալի այս տվյալները ճշտել, քայլ-քայլ գնալ առաջ։ Համեցեք։ Շատ վատ է, եթե որ ասենք ընտանիքի անդամը պիտի իր որոշումը կայացնի ընտանիքի անդամով պայմանավորված։ Չէ, նկատում եմ պարտադրված։ Հասկանում եք, չէ, տեսեք, եթե տվյալ ընտանիքի անդամը թեկնածու է ու ընտանիքի անդամները նույնիսկ իր օգտին չեն ցանկանում քվեարկել, թե կներեք էլի։ Այդտեղ որևէ մեկը ոչ չի կարող օգնել։ Թողենք անպատասխան է սրած։ Եվ դրսից քվեարկողները։ Էլեկտրոնային քվեարկության։ Ես ևս մեկ անգամ հիշեցնեք։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային քվեարկումը բացառապես Հայաստանի Հանրապետության դիվանագետները, նրանց ընտանիքի անդամները, ովքեր իրենց պետական ծառայության պայմանավորված քվեարկության օրը գտնվելու են արտերկրում։ Եվ Պաշտպանության նախարարության հենց այն ծառայողները, որոնք կրկին իրենց ծառայության բերումով գործված են եւ գտնվում են արտերկրում։ Այլ էլեկտրոնային քվեարկություն մենք չունենք եւ բոլոր արտերկրում գտնվող մեր քաղաքացիները, եթե ցանկանում են քվեարկել, իրենք պիտի հունիսի 7-ին լինեն Հայաստանի Հանրապետությունում, բարի գալուց կարող են վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, եթե նույնիսկ հունիսի 7-ի 20:00-ից 5 պակաս, այդպես 5 պակաս մուտք գործեն տեղամաս, այսինքն օդանավակի իջնեն ու ուղիղ գնան իրենց հաշվառման վարի տեղամասը, ապա կարող են քվեարկել։